Սա մանկական կոշիկների ցուցադրություն չէ, այլ պաղեստինցի զոհված երեխաների կոշիկներ, որ շարել են Նիդերլանդներում, ի ցույց աշխարհի, որ բոլորը տեսնեն, թե ինչ սպանդ է տեղի ունենում Գազայում։ Այստեղ հավաքված կանայք կոչ են անում իրենց հայրենակիցներին չփակել աչքերն ու ականջները, իրենց բառերով Իսրայելի հանցավոր ռեժիմի դեմ, քանի որ յուրաքանչյուր սպանված երեխայի փոխարեն կարող էր լինել իրենցը։ Կոշիկներով ցույց ենք տալիս, թե քանի երեխա է սպանվել։ Միայն թե այս հրապարակը բավականաչափ մեծ չէ, ցույց տալու ամբողջ պատկերը։ Ավելի շատ երեխաներ կան, որոնց Պաղեստինում սպանել է իսրայելական վարչակարգը։ Այս կոշիկների յուրաքանչյուր զույգը պատկանել է սպանված երեխայի։ Ես նույնպես մայր եմ, եւ այո, նրանց փոխարեն կարող էին լինել իմ երեխաները, եթե ես ծնված լինեի այնտեղ։ Սա ստիպում է ինձ պայքարել։ Լեյդենի Բրեստրատ հրապարակում են շարել կոշիկները։ Նիդերլանդացիները կոչ են արել իրենց կառավարությանը պահպանել միջազգային իրավունքը եւ քայլեր ձեռնարկել փրկելու անպաշտպան բնակչությանը Իսրայելի ճանկերից։ Սա է իսրայելական ռեժիմի պատկերը, նրանք ոչնչացնում են այն ամենը, ինչ կյանք է տալիս, մարդկանց հույս է տալիս։ Ուրեմն խնդրում եմ, գործեք։ ՄԱԿ-ի տվյալով ավելի քան 51,000 խաղաղ բնակիչ է մահացել Գազայում, նրանց մեծ մասը կանայք ու երեխաներ են։ Հումանիտար ծանրագույն իրավիճակ է հիմա Գազայում։ Միջազգային կազմակերպությունները նախազգուշացնում են, որ ամենավատ շրջանը դեռ առջևում է, անկլավում հումանիտար օգնություն չի մատակարարվում։ Իսրայելը 45-օրյա հրադադար է առաջարկում Համասին, պայմանով, որ պետք է իսրայելցի պատանդների կեսը ազատ արձակվեն։ Թել Ավիվի առաջարկը սակայն անընդունելի են համարում Համասի առաջնորդները։ Համասի պաշտոնյաները նշել են, որ իսրայելցիները իրենցից պահանջել են զինաթափվել, եթե ամբողջական հրադադար են ուզում։ Մենք իսրայելցիների հետ փոխըմբռնման չենք գնա, քանի որ ունենք կարմիր գծեր, մենք չենք կարող վտանգի տակ դնել մեր Երուսաղեմը, պատիվն ու հայրենիքը։ Տեղեկություն կա, որ Իսրայելն այս պահին սպասում է Միացյալ Նահանգներից զենքի նոր խմբականակի, դրա համար հրադադար է ուզում, որ վերադասավորի ուժերը ու նոր թափով հարձակվի պաղեստինցիների վրա։ Հասմիկ Սերոփյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։